Ուղղակի Մինասյան, բայց ամեն դեպքում այստեղ ռիսկեր էլ չկան, որ օրինակ մարդիկ կարող են տներ վաճառել, որոշակի գումարի դիմաց իրենց տղային բանակից ազատել կամ որ զորակոչիկների քանակը շատ ավելի քիչ լինի, քան նախատեսված է կամ սահմանված է, չգիտեմ, այդտեղ էլ ճեղքվածք չի առաջանում եւ նաեւ հասարակության մոտ այսպիսի մի հարց կա, որ ստացվում է օրինականացվում է անարդարությունը, սոցիալական անարդարությունը։ Ինձ համար երևի գլխավոր խնդիրը նախագծի մեթոդ սոցիալական անարդարության զգացողությունն է քաղաքացիների մոտ, բայց ես շեշտեցի, որ նախագծի կարգավորման ուղղություններով չի, որ միայն կարելի է լուծել այդ խնդիրները։ Այս պարագայում մենք տեսանք, որ կոնկրետ խնդիրները արձանագրված են։ Ինձ չի, որ մարդիկ ասում են չկան այդ խնդիրները կամ, չգիտեմ, հորինել եք այդ խնդիրները։ Այսինքն մենք պետք է առերեսվենք այդ խնդիրների հետ։ Այլ լուծումների համար լայն քննարկումներ են պետք։ Ես շեշտեցի, որ մենք հանդիպում ունենք նաև կառավարության ներկայացուցիչների հետ այս նախագծի խնդրի բարձրացման համար, բայց այստեղ կարևոր է, որ մենք կոնցեպտուալ փոփոխություն անենք։ Այդ կոնցեպտուալ փոփոխությունն է բերելու առողջացմանը եւ մենք ինչու՞ չէ պետք է հասկանանք, որ միայն անվտանգային խնդիրները չեն բանակից խուսափելու պատճառ, այլ նաեւ այդ ոչ կանոնադրական հարաբերությունները, բանակում խաղաղ պայմաններում զոհերի քանակը, շատ այլ խնդիրներ էլ կան, որը առաջացնում է մարդկանց մոտ վախ կամ չծառայելու ցանկություն։ Այդ խնդիրների հետ պետք է առնչվենք եւ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք։